Դաժան դավաճանությունից հետո մի գործարար կորցնում է հավատը մարդկային բարությանը, որոշում է կատարել անսպասելի փորձություն։ Նա բաց թողած, փողերով լցված պահարանը դնում է մեկ համեստ աղջնակի առաջ, սպասելով նոր հիասթափության։ Բայց երեխայի անսպասելի ժեստը վերարթնացնում է նրա մեջ մի բան, որը նա կարծում էր, հավերժ կորսված էր՝ հույսը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք կլսեք ձեր կյանքում։ Էդվարդ Սարգսյանը միշտ հավատում էր, որ մարդիկ իրենց խորքում լավն են։ 42 տարեկանում նա այդ համոզմունքի վրա կառուցել էր մի ամբողջ բիզնես կայսրություն։ Նրա տեխնոլոգիական ընկերությունը Սարգսյան լուծումները կենտրոնում գտնվող 2 սենյականոց գրասենյակից վերածվել էր Արաբկիրում գտնվող եռահարկ համալիրի, որտեղ աշխատում էր ավելի քան 200 մարդ։ Նա իր աշխատակիցներին վերաբերվում էր ինչպես ընտանիքի անդամների, առաջարկում էր շուկայականից բարձր արտոնություններ, միշտ բաց էր պահում իր աշխատասենյակի դուռը բոլոր նրանց համար, ովքեր զրույցի կարիք ունեին։ Բայց հուլիսյան մի սառը առավոտ, երբ արտաքին աուդիտոր Մարկոս Ղազարյանը մռայլ արտահայտությամբ թակեց նրա աշխատասենյակի դուռը, Էդվարդը զգաց, որ իր աշխարհում ինչ-որ բան պատրաստվում է փլուզվել։ Մարկոսը բռնել էր մի մեծ շագանակագու։ Ին թղթապանակ, նրա ձեռքերը թեթակի դողում էին, իսկ աչքերը խուսափում էին ուղիղ հայացքից։ Էդվարդ, մենք պետք է խոսենք։ Խոսքն այն աուդիտի մասին է, որը դուք քիչ էր մնում չեղարկեիք անցյալ ամիս, ասաց Մարկոսը մի այնպիսի լրջությամբ, որից սենյակի օդը կարծես թանձրացավ։ Էդվարդը նրան հրավիրեց նստելու իր սեղանի դիմաց դրված կաշվե բազկաթոռին։ Աուդիտն իսկապես քիչ էր մնում չեղարկվեր։ Դա սովորական ստուգում էր, որը նա անհրաժեշտ չէր համարում, քանի որ Ռոբերտ Պետրոսյանը, նրա 12 տարվա ֆինանսական տնօրենը, միշտ անթերի էր պահել բոլոր թվերը։ Ռոբերտը աշխատակցից ավելին էր, նա ընկեր էր։ Նրանք միասին էին սկսել, երբ ընկերությունը դեռ ընդամենը երազանք էր։ Աշխատում էին մինչ ուշ գիշեր, նշում էին յուրաքանչյուր նոր պայմանագիրը մոտակա սրճարանում, մի բաժակ կոնյակով։ Ինչ ես պարզել, հարցրեց Էդվարդը, բայց կրծքավանդակում ինչ-որ բան արդեն սեղմվում էր, կարծես մարմինը կանխազգում էր հարվածը, մինչ միտքը կհասկանար։ Մարկոսը բացեց թղթապանակը, փաստաթղթերը տարածեց սեղանին։ Աղյուսակներ, բանկային քաղվածքներ, փոխանցումների անդորրագրեր։ Թվերը պարում էին Էդվարդի աչքերի առաջ, ինչպես անհասկանալի հիերոգլիֆներ։ Մարկոսը սկսեց բացատրել ուսուցչի համբերությամբ, մատնացույց անելով անհամապատասխանությունները, կեղծ հաշիվները, կասկածելի գործարքները։ Ռոբերտը յուրացումների բարդ համակարգ է ստեղծել, ասաց Մարկոսը, նրա ձայնը հնչում էր որպես հեռավոր արձագանք։ Սկզբում փոքր գումարներ, միշտ այնպիսի գումարներ, որոնք աննկատ կմնային։ Բայց վերջին 3 տարիների ընթացքում գումարները զգալիորեն աճել են։ Խոսքը մոտավորապես 240 միլիոն դրամի մասին է։ Էդվարդը զգաց, կարծես հատակը վերածվել է շարժվող ավազի։ 240 միլիոն դրամ։ Գումարը խեղդող էր։ Բայց դավաճանությունն էլ ավելի կործանարար էր։ Ռոբերտը ճանաչում էր Էդվարդի երեխաներին, եղել էր նրա կրտսեր եղբոր հարսանիքի քավորը, վերջին 10 տարիների ընթացքում ամանորը նշում էր Սարգսյանների ընտանիքի տանը։ Ինչպես միայն դա կարողացավ մրմնջալ Էդվարդը։ Մարկոսը շարունակեց բացատրել սխեման։ Ռոբերտը, օգտվելով իր վստահելի դիրքից, ստեղծել էր կեղծ մատակարարներ։ Ընկերություններ, որոնք գոյություն ունեին միայն թղթի վրա, վավեր ՀՎՀ-ներով, բայց կեղծ հասցեներով։ Նա հաստատում էր վճարումներն այդ ընկերություններին, որոնք իրականում գումարն ուղղում էին անձնական հաշիվների։ Ավելի ցնցող էր բացահայտել, որ Ռոբերտը միայնակ չի գործել։ Ներգրավված էին 3 աշխատակիցներ։ Մարդիկ, որոնց Էդվարդը ամեն օր ողջունում էր միջանցքում, որոնք հարցնում էին նրա ընտանիքի մասին, որոնց նա ճանաչում էր տարիներ շարունակ։ Հաշվապահությունից Լիանա Խաչատրյանը, մի քաղցր ժպիտով կին, որ միշտ տնական գաթա էր բերում գրասենյակ։ Գնումների բաժնից Կարլեն Մանուկյանը, ով Էդվարդից պարտքով գումար էր վերցրել, երբ մորը վիրահատելու կարիք կար։ Եվ գործադիր քարտուղարուհի Սեդա Վարդանյանը, որ մայրական ջերմությամբ կազմակերպում էր ընկերության ծննդյան տարեդարձները։ Նրանք բոլորը, կրկնեց Էդվարդը, նրա ձայնը դատարկ էր հնչում։ Բոլորը։ Մարկոսը լրջորեն գլխով արեց։ Ապացույցներն անհերքելի են։ Նրանք ստեղծել են հանցակցության մի ամբողջ ցանց։
Կեղծ փաստաթղթեր, կեղծված ստորագրություններ, ներքին հաղորդակցության համակարգ, յուրացումները համակարգելու համար։ Զարմանալի է, թե ինչպես են կարողացել այսքան երկար թաքցնել դա։ Էդվարդը վեր կացավ բազկաթոռից, մոտեցավ պատուհանին, որից տեսարան էր բացվում դեպի հրազդանի կիրճը։ Ներքում կյանքը շարունակվում էր իր սովորական հունով։ Մեքենաներն անցնում էին, մարդիկ քայլում էին։ Մայթերով երեխաները խաղում էին խաղահրապարակում։ Աշխարհը շարունակում էր պտտվել, մինչդեռ իր աշխարհը լուռ փլուզվում էր։ Դուք բացարձակապես համոզվա՞ծ եք, հարցրեց նա, դեռ մեջքով կանգնած Մարկոսին, ճակատը հենած սառը ապակուն։ Ես ամեն ինչի պատճեններն ունեմ։ Հեռախոսազանգերի ձայնագրություններ, նրանց միջ փոխանակված հաղորդագրությունների սքրինշոթեր, ավանդների անդորրագրեր։ Էդվարդ, նրանք նույնիսկ նշել են հաջողված գողությունները WhatsApp-ի մի խմբում, որն անվանել էին ընդլայնում նախագիծ։ Անվան հեգնանքը դանակի պես կտրեց։ Ընդլայնում նախագիծ։ Նրանք օգտագործել էին այն տերմինը, որը Էդվարդը միշտ կիրառում էր, խոսելով ընկերության աճի, այլ մարզերում ընդլայնվելու իր երազանքների, ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու, երկրի զարգացմանը նպաստելու մասին։ Էդվարդը շրջվեց դեպի Մարկոսը, մի պահ նույնիսկ աուդիտորը կարծես վախեցավ նրա դեմքի արտահայտությունից։ Այնտեղ զայրույթ չկար, այլ շատ ավելի վատ բան, մի բան, որ սառեցնում էր արյունը։ Դա այնքան խորը հիասթափություն էր, որ կարծես մարել էր նրա աչքերի ողջ լույսը։ Ինչ եք խորհուրդ տալիս, հարցրեց Էդվարդը, նրա ձայնն այժմ չափազանց սուսպ էր, մեխանիկական։ Մենք պետք է անհապաղ հայտնենք ոստիկանությանը։ Մեր ունեցած ապացույցներով դատապարտումը գրեթե անխուսափելի է։ Ես առաջարկում եմ ժամանակավորապես սառեցնել ընկերության բոլոր հաշիվները, ամբողջական աուդիտ անցկացնել յուրաքանչյուր բաժնում։ Էդվարդը դանդաղ գլխով արեց։ Հաջորդ օրերին ընկերությունը վերածվեց լուռ մարտադաշտի։ Ոստիկանները ժամանեցին ձերբակալման օրդերներով։ Ռոբերտին ձեռնաշխտաներ հագցրին բոլոր աշխատակիցների աչքի առաջ, նրա դեմքը խուճապի հուսահատության դիմակ էր։ Նա փորձեց խոսել Էդվարդի հետ, ներողություն խնդրել, բացատրել, որ սկսել է միայն այն պատճառով, որ դուստրը թանկարժեք բուժման կարիք ուներ, հետո չի կարողացել կանգ առնել։ Բայց Էդվարդը ոչ մի բառ չասաց։ Նա պարզապես լուռ հետում էր, թե ինչպես են տանում նրանց, ում ընտանիք էր համարում։ Լիանան հեկեկում էր, ասելով, որ գումարն իրեն պետք էր ձեր ծնողներին պահելու համար։ Կարլենը պնդում էր, որ ուղղակի ուզում էր ավելի լավ կյանք ապահովել իր երեխաների համ։ Սեդան երդվում էր, որ զղջում է, որ կվերադարձնի յուրաքանչյուր կոպեկը։ Բոլորն իրենց արդարացումներն ունեին։ Բոլորն իրենց պատմություններն ունեին։ Բոլորը կոտրել էին այն վստահությունը, որ Էդվարդը տարիներ շարունակ ներդրել էր նրանց մեջ։ Հաջորդ շաբաթների ընթացքում, երբ հետաքննությունը խորանում էր, ավելի շատ տհաճ մանրամասներ ի հայտ եկան։ Ռոբերտը գողացված գումարի մի մասով բնակարան էր գնել Արաբկիրում, կնոջ անունով։ Լիանան ֆինանսավորել էր շքեղ մեքենայի գնումը։ Կարլենն ամբողջությամբ վերանորոգել էր տունը։ Սեդան ներդրում էր կատարել գեղեցկության սրահում։ Նրանք հուսահատված չէին։ Նրանք փառասեր էին։ Եվ Էդվարդը եղել էր նրանց փառասիրության ակամա հովանավորը։ Ընկերությունը վերապրեց սկանդալը, բայց Էդվարդը փոխվել էր։ Նրա աշխատակիցները նկատեցին փոփոխությունը։ Նա այլևս չէր ողջունում մարդկանց միջանցքներում։ Չէր հարցնում ընտանիքների մասին։ Այլևս չէր կազմակերպում միասնական խորովածներ։ Նա տեսախցիկներ տեղադրեց բոլոր անկյուններում, ներդրեց ամենօրյա աուդիտի համակարգեր, պահանջեց մանրամասն հաշվետվություններ յուրաքա։ Ինչու ֆինանսական գործարքի վերաբերյալ։ Փաստաբաններին հաջողվեց վերականգնել գումարի մի մասը, բայց վստահությունն անվերականգնելի էր։ Էդվարդը սկսեց դավաճանություն տեսնել յուրաքանչյուր հայացքում, անձնական շահ, յուրաքանչյուր ժպիտում, սուտ, յուրաքանչյուր բարի խոսքում։ Գիշերները, մենակ իր բնակարանում, կասկադի մոտ, նա պատուհանից նայում էր փողոցի շարժմանը, կասկածի տակ դնելով յուրաքանչյուր մարդկային փոխազդեցություն, որի ականատեսն էր լինում։ Այն զույգը, որ ձեռք-ձեռքի տված քայլում էր մայթով, իսկապես սիրահարված էր, թե՞ նրանցից մեկը ինչ-որ բան էր նախագծում մյուսի դեմ։ Այն ընկերները, որ նարդի էին խաղում, իսկական ընկերներ էին, թե՞ նրանց միջ կար խանդ, նախանձ, թաքնված ծրագրեր։ Կասկածամտությունը դարձավ այն ոսպնյակը, որի միջով Էդվարդը տեսնում էր աշխարհը։ Ռեստորանում նա կասկածում էր, որ մատուցողը քաղաքավարի է միայն ավելի մեծ թեյավճար ստանալու համար։
Շենքի վերելակում նա հավատում էր, որ բարեհամբույր հարանները թաքնված մտադրություններ ունեն։ Մարզասրահում նա ողջույնները դիտում էր որպես ֆինանսապես հաջողակմ։ Եկին մոտենալու փորձեր։ Խարդախության բացահայտումից 3 ամիս անց Էդվարդը դարձել էր կղզի։ Նա կտրել էր կապը հին ընկերների հետ, խուսափում էր սոցիալական միջոցառումներից, շփվում էր միայն նոր աշխատակիցների հետ, որոնց աշխատանքի էր ընդունել անցյալի մանրակրկիտ ստուգումներից հետո։ Այնուամենայնիվ, նա չէր վստահում նրանցից ոչ մեկին։ Կարծես նրա մարդկայնության մի հիմնարար մաս հեռացվել էր։ Նա գործում էր, աշխատում էր, որոշումներ էր կայացնում, բայց իրեն զգում էր որպես ռոբոտ, որը կատարում է նախապես սահմանված ծրագրեր։ Միասին ինչ-որ բան կառուցելու ուրախությունը, թիմ ղեկավարելու հաճույքը, համատեղ աճը տեսնելու բավարարվածությունը, այս ամենն անհետացել էր։ Մի հատկապես դժվար գիշեր, երբ փորձում էր քնել, բայց քունը չէր տանում, Էդվարդի մտքով մի անհանգստացնող միտք անցավ։ Գուցե բոլոր մարդիկ այսպիսին են։ Գուցե բարությունը պարզապես դիմակ է, որը մենք կրում ենք, մինչ սպասում ենք ճիշտ առիթի, ցույց տալու մեր իրական բնույթը։ Գուցե ինքն էր միամիտը, հիմար լավատեսը, որին տասնամյակներ պահանջվեցին իրականությունը տեսնելու համար։ Բայց նույնիսկ այս ցինիզմի անդունդում ընկղմված, Էդվարդի մի փոքր ու համառ մաս հրաժարվում էր լիովին ընդունել այս տեսակետը։ Դա նման էր քամու մեջ թրթռացող մոմի, որը պատրաստվում է հանգչել, բայց դեռ դիմադրում է։ Նրան ապացույց էր պետք։ Նրան պետք էր մի բան, որը վերջնականապես կհաստատեր, թե արդյոք մարդկությունը մինչ վերջ փտած է, թե դեռ գոյություն ունի, ինչ-որ տեղ, անկեղծ բարության մի կայծ։ Հենց այդ ժամանակ նրա մտքում սկսեց ձևավորվել մի գաղափար։ Մի թեստ։ Մի փորձարկում, որը նրան կտար այն վերջնական պատասխանը, որն այդքան փնտրում էր։ Եթե թեստը հաջողվեր, գուցե դեռ հույս կար։ Եթե ձախողվեր, նա կիմանար, որ ճիշտ էր, կասկածելով բոլորին։ Էդվարդը օրեր շարունակ մշակում էր մանրամասները։ Պետք է լիներ ինչ-որ նշանակալի բան, մի բան, որն իսկապես կփորձարկեր մարդու բնավորությունը։ Եվ պետք է լիներ մեկի հետ, ով չգիտեր, թե ինքն ով է, մեկի, ով պատճառներ չուներ իրեն տպավորելու կամ շողոքորթելու։ Հենց այդ ժամանակ նրա հայացքը կանգ առավ Լուսինե Հակոբյանի վրա, մաքրուհու, որն ամեն օր առավոտյան ժամը 5-ին գալիս էր ընկերություն։ Մի պարզ, քչախոս կին, որ լուռ կատարում էր իր աշխատանքը, հազվադեպ էր խոսում որևէ մեկի հետ։ Կատարյալ թեկնածու այն թեստի համար, որը Էդվարդը պատկերացրել էր։ Նա սկսեց զգուշորեն հետել նրան, ուշադրություն դարձնելով նրա սովորություններին, առօրյային վարքին։ Եվ հենց այդ ժամանակ նա նկատեց մի բան, որն իր փորձարկումն էլ ավելի հետաքրքիր կդարձներ։ Դպրոցական արձակուրդների օրերին Լուսինեն իր հետ բերում էր մի փոքրիկ աղջկա, որը նստում էր ընդունարանի անկյունում լուռ նկարում, մինչ մայրն աշխատում էր։ Երեխան ինչ-որ առանձնահատուկ բան ուներ։ Նրա աչքերն ուշադիր էին, կեցվածքը, հարգալից, վարքը, օրինակելի այդքան փոքր երեխայի համար։ Նա երբեք աղմուկ չէր հանում, երբեք ոչ ոքի չէր անհանգստացնում, պարզապես տպավորիչ հասունությամբ դիտում էր իրեն շրջապատող մեծահասակների աշխարհը։ Էդվարդը տարօրինակ ցավ զգաց կրծքավանդակում, դիտելով աղջկան։ Նրա մեջ ինչ-որ մաքուր բան կար, մի բան, որը նրան հիշեցնում էր, թե ինչպես էր ինքը տեսնում աշխարհը մանուկ հասակում, մինչ կյանքը նրան կսովորեցներ կասկածել։ Հենց այդ երեխային դիտելով Էդվարդը վերջնականապես որոշեց, թե ինչպիսին պիտի լինի իր վերջնական թեստը։ Էդվարդի ծրագիրը պարզ էր իր դաժանությամբ։ Հաջորդ հինգշաբթի նա ընկերություն եկավ սովորականից էլ շուտ, առավոտյան 4:30-ին։ Շենքը խորը լռության մեջ էր, միայն ընդունարանի անվտանգության լույսն էր կտրում խավարը։ Նա բարձրանում էր աստիճաններով դեպի իր երրորդ հարկի աշխ։ Ատասենյակ, երբ լսեց մուտքի դռան բացվելու ծանոթ ձայնը։ Լուսինե Հակոբյանը միշտ ճիշտ ժամը 5-ին էր գալիս։ Էդվարդը իր սենյակի մկեցված ապակուց հետում էր, թե ինչպես է նա միացնում առաջին հարկի լույսերը դասավորում իր մաքրության պարագաները։ Այդ օրը, քանի որ դպրոցական արձակուրդներ էին, կինը մենակ չէր։ Մի փոքրիկ աղջիկ էր ուղեկցում նրան, տանելով խունացած վարդագույն պայուսակ գունավոր մատիտների տուփ։ Երեխան պետք է որ 5 տարեկան լիներ, շագանակագույն մազերը հավաքված էին երկու անհավասար պոչիկներով, հագուստը պարզ էր, բայց մաքուր։ Էդվարդը նախկինում երբեք առանձնապես ուշադրություն չէր դարձրել նրան, բայց այժմ հետում էր նրան գիտնականի լարվածությամբ, որն ուսումնասիրում է փորձանմուշ։ Նա նստեց ընդունարանի հատակին, բացեց տետրը, սկսեց նկարել, բոլորովին անտեղյակ, որ իրեն հետում են։
Էդվարդը վերադարձավ իր սեղանին, բացեց պողպատե չհրկիզվող պահարանը, որը գտնվում էր նրա աթոռի հետում։ Դա հին պահարան էր, հորից ժառանգություն, բայց դեռ աշխատում էր։ Սովորաբար նա այնտեղ պահում էր միայն մի քանի կարևոր փաստաթուղթ։ Արտակարգ իրավիճակների համար նախատեսված փոքր գումար։ Բայց այդ օրը Էդվարդը հատուկ բան էր բերել։ Բանկային տոպրակի մեջ կար 4 միլիոն դրամ, 50-20 հազարանոց թղթադրամներով։ Դա գումար էր, որը նա հանել էր նախորդ օրը, մենեջերին ասելով, որ իրեն կանխիկ վճարման համար է պետք։ Իրականում դա այն գումարն էր, որը նա կօգտագործեր իր փորձարկման համար։ 4 միլիոն դրամը մի ամբողջ կարողություն էր Լուսինե Հակոբյանի նման մեկի համար։ Էդվարդը գիտեր, որ նա ամսական հազիվ 150,000 դրամ էր վաստակում, աշխատելով 3 տարբեր վայրերում։ Նա հանեց գումարը տոպրակից կապոցները դասավորեց պահարանի դարակի վրա այնպես, որ դրանք հստակ տեսանելի լինեին։ Այնուհետ նա պահարանի դուռը թողեց ամբողջովին բաց։ Գումարն այնտեղ էր, ի ցույց դրված, գայթակղիչ, կարծես մոռացված։ Էդվարդը տեղավորվեց իր կաշվե բազկաթոռին, թեթակի թեքեց այն, փակեց աչքերը, ծածնելով, թե քնած է։ Իրականում նա կոպերի միջ նվազագույն բացվածք էր պահում, որը բավարար էր հետելու իր սենյակում տեղի ունեցող ամեն ինչին։ Նրա սիրտը բաբախում էր անկանոն նշարժիչի պես։ Մտքի մի մասը հույս ուներ, որ ոչինչ տեղի չի ունենա, որ կինը կամ երեխան նույնիսկ չեն մտնի իր սենյակ։ Բայց մյուս մասը, վիրավորված ցինիկ մասը, որն աճել էր Ռոբերտի դավաճանությունից հետո, անհամբեր սպասում էր մեկ հաստատման, որ ոչ ոքի չի կարելի վստահել։ Մոտ 1 ժամ անց Էդվարդը լսեց Լուսինեի թեթ քայլերը, որ բարձրանում էին աստիճաններով։ Նա միշտ մաքրում էր շենքը ներքից վեր, ավարտելով տնօրինության հարկով։ Փոշեկուլի ձայնն արձագանքում էր միջանցքներում, միապաղաղ ծանոթ ձայն, որը սովորաբար Էդվարդը նույնիսկ չէր նկատում։ Կիսաբաց կոպերի միջով նա տեսավ, թե ինչպես Լուսինեն մոտեցավ իր սենյակի դռանը։ Նա միշտ թակում էր մտնելուց առաջ, նույնիսկ երբ կարծում էր, որ ոչ ոք չկա։ Նա քաղաքավարի, հարգալից կին էր, որը գիտեր իր տեղը ընկերության հիերարխիայում։ Ներողություն, պարոն Էդվարդ, ասաց նա ցածր ձայնով, կիսաբաց դռնից ներս նայելով։ Պատասխան չստանալով, նա լուռ ներս մտավ, հրելով մաքրության սայլակը։ Էդվարդը զսպեց շնչառությունը, պահելով այն դանդաղ խորը, ինչպես խորը քնած մարդ։ Լուսինեն սկս Եց մաքրել սենյակը արդյունավետ զգույշ շարժումներով, փորձելով աղմուկ չանել։ Նա կենտրոնացած էր իր աշխատանքի վրա, երբ դռան մոտ հայտնվեց փոքրիկ կերպարը։ Աղջիկը նայեց Լուսինեին, հետո Էդվարդին, հետո շուրջը։ Նրա մեծ, հետաքրքրասեր աչքերը սահեցին սենյակի յուրաքանչյուր անկյունով, մինչ կանգ առան բաց պահարանի վրա։ Էդվարդը ստամոքսում սեղմում զգաց։ Ահա ճշմարտության պահը։ Երեխան դանդաղ մոտեցավ, գրեթե մատների ծայրերին։ Էդվարդը նկատեց, որ նա գծում է ստորին շուրթը, մի սովորություն, որը մատնում էր նրա կենտրոնացվածությունը։ Երբ հասավ պահարանին, նա կանգ առավ մի քանի վայրկյան նայեց գումարին, գլուխը մի կողմ թեքած, ինչպես հետաքրքրասեր թռչնակ։ Էդվարդը շունչը պահեց։ Հիմա էր։ Վայրկյաններ անց նա կստանար վերջնական հաստատումը, որ նույնիսկ երեխան է ընդունակ դավաճանության։ Նա պատրաստվեց թռչել աթոռից բռնել փոքրիկին հանցանքի պահին։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ հետո, Էդվարդին ամբողջովին շփոթեցրեց։ Գումարը վերցնելու փոխարեն աղջիկը սկսեց դասավորել այն։ Ծայրահեղ զգուշությամբ նա վերցրեց մի կապոց, որը թեթակի շեղվ ած էր, ուղղեց այն։ Հետո դասավորեց մյուս կապոցները, դրանք դարսելով այնպես, որ բոլորը ուղիղ լինեին, ինչպես շարքում կանգնած զինվորներ։ Էդվարդն անհավատալիությամբ հետում էր, թե ինչպես է երեխան աշխատում փորձառու բանկիրի կենտրոնացվածությամբ։ Նա ագահություն չէր ցուցաբերում, չէր նայում կողքերը ստուգելու, թե արդյոք ինչ-որ մեկը տեսնում է, չէր ցուցաբերում իր արարքը թաքցնելու նշաններ։ Ընդհակառակը, նա աշխատում էր բացարձակ թափանցիկությամբ, կարծես կատարում էր աշխարհի ամենաբնական գործը։ Երբ ավարտեց գումարը դասավորելը, աղջիկը վերցրեց իր շապիկի փեշը, զգուշորեն մաքրեց պահարանի եզրը, հեռացնելով փոշու մի փոքր հետք։ Հետո նա մի քանի քայլ հետ գնաց, գոհունակությամբ նայեց իր աշխատանքին, ժպտաց ինքն իրեն։ Էդվարդն այնքան ցնցված էր, որ քիչ էր մնում մոռանար շարունակել ծածնել, թե քնած է։ Սա այն արձագանքը չէր, որին նա սպասում էր։ Չկար ագահություն, չկար շահամոլություն, չկար դավաճանություն։ Կար միայն հոգատարություն։
Երեխան հոգ էր տարել իր գումարի մասին, կարծես դա թանկարժեք բան լիներ, որն արժանի է հարգանքով վերաբերմունքի։ Լուսինեն, որը մաքրում էր սենյակի մյուս կողմում գտնվող գրապահարանը, շրջվեց տեսավ դստերը պահարանի մոտ։ Նրա դեմքն անմիջապես գունատվեց։ Սոֆիա, ի՞նչ ես անում, շշնջաց նա, վախի հուսահատության խառնուրդով ձայնի մեջ։ Աղջիկը անմեղ ժպիտով շրջվեց դեպի մայրը։ Նրա փողերն էի կարգի բերում, մայրիկ։ Ամբողջը խառնված էր։ Լուսինեն արագ մոտեցավ, ձեռքերը դողում էին։ Աղջիկս, դու չի կարելի դիպչել ուրիշի իրերին։ Արի այստեղ, հիմա։ Բայց ես ոչինչ չեմ վերցրել, մայրիկ։ Միայն դասավորեցի։ Երբ փողերը խառն են, մարդիկ տխրում են, ասաց Սոֆիան այնպիսի լրջությամբ, կարծես տիեզերքի մասին հիմնարար ճշմարտություն բացահայտեր։ Էդվարդը զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Երբ փողերը խառն են, մարդիկ տխրում են։ Այդ խոսքերն արձագանքեցին նրա մտքում զանգի պես։ Երեխան չէր մտածել գումարը վերցնելու մասին։ Նա մտածել էր դրա մասին հոգ տանելու, այն դասավորելու մասին, որովհետև հավատում էր, որ դա իրեն երջանիկ կդարձնի։ Լուսինեն բռնեց դստեր ձեռքից, նրա դեմքը կարմրել էր ամոթից։ Ներեցեք, պարոն։ Շատ ներողություն։ Նա չէր ուզում վատ բան անել, նա։ Հենց այդ պահին Էդվարդը որոշեց դադարեցնել ներկայացումը։ Նա դանդաղ բացեց աչքերը ուղղվեց աթոռին, ինչպես մեկը, ով նոր է արթնացել կարճ քնից։ Մի անհանգստացեք, Լուսինե, ասաց նա, ձայնը դեռ դիտմամբ խռպոտ։ Ոչինչ տեղի չի ունեցել։ Լուսինեն դեռ ամուր բռնել էր Սոֆիայի ձեռքը, նրանց դեմքերը այրվում էին նվաստացումից։ Պարոն, երդվում եմ, որ նա ոչինչ չի վերցրել։ Սոֆիա, ասա պարոնին, որ ոչինչ չես վերցրել։ Ես չեմ վերցրել, մայրիկ։ Ես ուղղակի կարգի բերեցի, որովհետև տգեղ էր, ասաց Սոֆիան, նայելով Էդվարդին իր մեծ ու անկեղծ աչքերով։ Էդվարդը վեր կացավ, մոտեցավ պահարանին։ Գումարն անթերի դասավորված էր, յուրաքանչյուր կապոցը զինվորական ճշգրտությամբ շարված։ Կարծես պրոֆեսիոնալը լիներ այդ գործն արել։ Ինչու դա արեցիր, Սոֆիա, հարցրեց Էդվարդը, կրանալով, որպեսի աղջկա հասակին լինի։ Սոֆիան լրջորեն նայեց նրան։ Որովհետև երբ իրերը խառն են, մարդիկ տխրում են։ Մայրիկս տխրում է, երբ մեր տունը խառն է։ Ես մտածեցի, որ դուք էլ կտխրեիք, եթե ձեր փողերը խառը լինեին։ Բացատրության պարզությունը հարվածեց Էդվ։ Արթին, ինչպես հայտնություն։ Երեխան գործել էր, առաջնորդվելով մաքուր կարեկցանքով, նրա համար լավ բան անելու անկեղծ ցանկությամբ։ Չկար հաշվարկ, չկար անձնական շահ, միայն օգնելու ինքնաբուխ ցանկություն։ Իսկ դու չմտածեցիր մի քիչ վերցնել, հարցրեց Էդվարդը, դեռ փորձարկելով։ Սոֆիան եռանդով գլուխը թափ տվեց։ Իմը չէ։ Մայրիկս միշտ ասում է, որ մենք չենք վերցնում այն, ինչը մերը չէ։ Եվ բացի այդ, եթե վերցնեի, դուք կտխրեիք, ու հետո փողերը նորից կխառնվեին, որովհետև դուք կբարկանայիք։ Էդվարդը զգաց, որ աչքերը լցվում են։ Այդ երեխայի մտքում կատարյալ տրամաբանություն կար, պատճառի հետանքի բնազդային ըմբռնում, թե ինչպես են մեր գործողություններն ազդում ուրիշների վրա։ Նա գումարը դասավորել էր ոչ թե պարզապես դասավորելու համար, այլ որովհետև անկեղծորեն մտահոգված էր իր բարեկեցությամբ։ Սոֆիան սխալ բան է արել, պարոն, հարցրեց Լուսինեն, դեռ նյարդայնացած։ Էդվարդը նայեց Լուսինեին, հետո Սոֆիային, հետո կատարելապես դասավորված գումարին։ Մի պահ նա չգիտեր ինչ ասել։ Ինչպես բացատրել, որ այդ երեխան հենց նոր վերականգն է։ Լեր իր հավատի մի փոքր մասը մարդկության նկատմամբ։ Ինչպես ասել, որ ամենապարզ ժեստը ցնցել էր մարդկային բնույթի մասին նրա բոլոր համոզմունքները։ Ոչ, ասաց Էդվարդը վերջապես, ձայնը տարօրինակ կերպով հուզված։ Նա ոչ մի սխալ բան չի արել։ Իրականում, նա շատ գեղեցիկ բան է արել։ Լուսինեն շփոթված, բայց թեթացած տեսք ուներ։ Գնա խաղա, Սոֆիա։ Մայրիկը կվերջացնի այստեղ մաքրելը, ու մենք կգնանք։ Սոֆիան ձեռքով արեց Էդվարդին ցատկոտելով դուրս եկավ սենյակից։ Էդվարդը կանգնած մնաց, նայելով դասավորված գումարին, փորձելով ընկալել այն, ինչի ականատեսը հենց նոր եղավ։ Նրա թեստը լիովին ձախողվել էր։ Կամ ավելի ճիշտ, ինքն էր, որ ձախողվել էր թեստում։ Հաջորդ օրերի ընթացքում Էդվարդը չէր կարողանում այդ դեպքը հանել մտքից։
Սոֆիայի զգուշորեն գումարը դասավորելու պատկերը, մտահոգված միայն նրան չտխրեցնելով, անընդհատ վերադառնում էր նրա մտքին։ Նա սկսեց այլ կերպ նայել աղջկան, ուշադրություն դարձնելով նրա փոքրիկ ժեստերին, մոր հետ փոխհարաբերություններին, աշխարհը տեսնելու ձին։ Էդվարդը նկատեց, որ Սոֆիան միշտ կարգով էր դասա, որում իր գունավոր մատիտները, միշտ աղբը գցում էր աղբամանը, նույնիսկ երբ խաղում էր, միշտ շնորհակալություն էր հայտնում, երբ ինչ-որ մեկը մի բան էր անում իր համար։ Դրանք ստիպողական կամ արհեստական վարքագծեր չէին, այլ հարգանքի ուրիշների նկատմամբ հոգատարության վրա հիմնված դաստիարակության բնական արտացոլումներ։ Պահարանի դեպքից մեկ շաբաթ անց Էդվարդը եկավ ընկերություն գտավ Սոֆիային, նստած ընդունարանի հատակին, ինչպես միշտ։ Բայց այս անգամ ինչ-որ բան այլ էր։ Նա ձեռքին պահում էր մի փոքրիկ վարդագույն պլաստմասե խնայատուփ, այնպիսիներից, որոնք վաճառում են խաղալիքների խանութներում։ «Բարդ ձեզ, պարոն Էդվարդ», ասաց նա, երբ տեսավ նրան։ «Բար, Սոֆիա։ Ինչ է դա քո ձեռքին»։ «Իմ խնայատուփն է։ Ես իմ ծննդյան օրվանից փող եմ հավաքել», ասաց նա, թափ տալով խնայատուփը։ Էդվարդը կարող էր լսել ներսում մետաղադրամների բախվելու ձայնը։ «Վայ, ինչ լավ է։ Իսկ ինչի համար ես հավաքում»։ Սոֆիան մի պահ լրջացավ, կարծես կարևոր որոշում էր կայացնում։ Հետո նա խնայատուփը մեկնեց Էդվարդին։ «Սա ձեզ համար է», ասաց նա։ Էդվարդ մնաց անխոս։ «Ինձ համար։ Ինչո՞վ»։ «Որովհետև դուք անցյալ շաբաթ տխուր էիք։ Ես տեսա, որ դուք տխուր էիք, երբ ես ձեր փողերը կարգի բերեցի։ Մայրիկս ասաց, որ երբ մարդիկ տխուր են, մենք կարող ենք օգնել նրանց ինչ-որ բան տալով, որ ուրախանան»։ Էդվարդը նայեց Սոֆիայի փոքրիկ ձեռքերում գտնվող վարդագույն խնայատուփին։ Ներսում, հավանաբար, մի քանի 100 դրամից ավել չկար մետաղադրամներով։ Լուսինեի ընտանիքի համար յուրաքանչյուր կոպեկը կարևոր էր, յուրաքանչյուր մետաղադրամը զոհողություն էր ներկայացնում։ Եվ այնուամենայնիվ, այդ երեխան առաջարկում էր այն ամենը, ինչ ուներ, որպեսզի մխիթարի իրեն։ «Սոֆիա, ես չեմ կարող ընդունել քո գումարը», ասաց Էդվարդը, ձայնը խեղդված։ «Ինչու՞ ոչ։ Իմն է, ես կարող եմ տալ ում ուզեմ», ասաց Սոֆիան երեխաներին բնորոշ անմեղ համառությամբ։ Էդվարդը ծնկի իջավ նրա դիմաց, զգուշորեն բռնելով խնայատուփը։ «Որովհետև դու շատ առանձնահատուկ աղջիկ ես, դու ինձ օգնեցիր այնպես, ինչպես նույնիսկ չես պատկերացնում։ Ինձ քո գումարը պետք չէ։ Դու ինձ արդեն տվել ես շատ ավելի արժեքավոր բան»։ Սոֆիան հետաքրքրությամբ նայեց նրան։ «Ինչ»։ Էդվարդը ժպտաց, դա առաջին անկեղծ ժպիտն էր, որ նա ցուցաբերել էր ամիսներ շարունակ։ «Դու ինձ հիշեցրիր, որ աշխարհում դեռ լավ մարդիկ կան»։ Այդ պահին, նայելով Սոֆիայի փայլուն աչքերին, Էդվարդը հասկացավ, որ իր թեստը աշխատել էր, պարզապես ոչ այնպես, ինչպես ինքն էր սպասում։ Նա ծրագրել էր հաստատել մարդկային չարությունը, բայց բացահայտեց անսահման ավելի հզոր բան։ Անկեղծ բարությունը դեռ գոյություն ուներ, մաքուր պարզ, 5 տարեկան երեխայի սրտում, որն առաջարկում էր իր ունեցած ողջ գումարը, մխիթարելու տխուր մեծահասակին։ Խնայատուփի դեպքից հետո Էդվարդն այլևս չէր կարողանում Լուսինեին Սոֆիային դիտել պարզապես որպես աշխատակցուհի ուղեկցորդ։ Ինչ-որ բան խորապես անհանգստացնում էր նրան այն բանում, թե ինչպես էր Սոֆիան այդքան բնական կերպով առաջարկել իր ողջ գումարը։ Այդ ժեստը բացահայտում էր մի մեծահոգություն, որը կարող էր սովորեցրած լինել միայն արտասովոր մեկը, բայց նա հուշում էր մի կյանքի մասին, որտեղ յուրաքանչյուր կոպեկ հսկայական արժեք ուներ։ Էդվարդը սկսեց նոր աչքերով նայել Լուսինեին, ուշադրություն դարձնելով մանրամասներին, որոնք նախկինում աննկատ էին մնում։ Նա նկատեց, որ կինը միշտ իր հետ պարզ թերմոս էր բերում, երբեք սուրճ չէր գնում ընկերության ապարատից։ Նրա հագուստը միշտ մաքուր էր, լավ արդուկված, բայց ակնհայտորեն հին, որոշ տեղերում հմտությամբ խնամքով կարկատված։ Կոշիկների ներբանները մաշված էին, բայց անթերի փայլեցված։ Սոֆիան նույնպես պարզ կյանքի նշանն էր ցույց տալիս։ Նրա գունավոր մատիտները քիչ էին, որոշներն արդեն շատ փոքր էին շատ օգտագործելուց։ Տետրը, որում նկարում էր, դեղնած էջեր ուներ, կազմը սկոտչով էր ամրացված։ Այնուամենայնիվ, աղջիկը իր պարագաներին վերաբերվում էր անգին գանձեր ունեցողի ջերմությամբ։ Մի առավոտ Էդվարդը ավելի շուտ եկավ, լսեց Սոֆիայի հազը։ Դա սովորական մրսածության հազ չէր, այլ ավելի խորը մի բան, որը անհանգստացնող խզոց էր առաջացնում։
Լուսինեն պայուսակում ինչ-որ բան էր փնտրում, ակնհայտորեն նյարդայնացած։ Սոֆիա, ո՞ւր է քո ինհալյատորը, հարցրեց Լուսինեն ցածր ձայնով, փորձելով ուշադրություն չգրավել։ Երեկ վերջացավ, մայրիկ։ Հիշում ես, որ ասացիր, միայն ուրբաթ օրը կգնես։ Էդվարդը կրծքավանդակում սեղմում զգաց։ Ինհալյատոր։ Երեխան ասթմա ուներ, առանց դեղի էր։ Լուսինեն նայում էր դստերը մի արտահայտությամբ, որը խառնում էր սերն ու հուսահատությունը, ինչպես մայր, որը հստակ գիտեր, թե ինչ է պետք իր դստերը, բայց անմիջապես ապահովելու հնարավորություն չուներ։ Փորձիր դանդաղ շնչել, իմ արքայադուստր։ Միայն մինչ ուրբաթ, լավ, ասաց Լուսինեն, անսահման քնքշությամբ շոյելով Սոֆիայի մազերը։ Էդվարդը ձացրեց, թե չի լսել, բայց այդ խոսակցությունը ամբողջ օրը արձագանքում էր նրա մտքում։ Ասթմայով երեխան չէր կարող մնալ առանց դեղի։ Դա առողջության հարց էր, կարող էր նույնիսկ վտանգավոր լինել։ Եվ 5 շաբթի էր, դեռ մի ամբողջ օր կար։ Այդ կեսօրին Էդվարդը շուտ դուրս եկավ, գնաց ընկերության մոտ գտնվող դեղատուն։ Հարցրեց մանկական ասթմայի դեղերի մասին, գնեց 2 ամենատարածված տեսակի բրոնխոլայնիչներ, ինչպես նա մանկական սփեյսեր։ Երբ հարցրին, թե արդյոք դեղատոմս ունի, նա բացատրեց, որ տանը ունենալու համար է, արտակարգ իրավիճակների համար։ Հաջորդ առավոտ Էդվարդը ընկերություն եկավ, տանելով մի համեստ տոպրակ։ Գտավ Լուսինեին, որը դասավորում էր իր մաքրության պարագաները առաջին հարկի պահեստում։ Լուսինե, կարող եմ մի պահ ձեզ հետ խոսել, ասաց նա, փորձելով սովորական հնչել։ Լուսինեն թեթակի վախեցավ։ Հազվադեպ էր պատահում, որ ընկերության տնօրենները իջնեին մաքրության պահեստ։ Իհարկե, պարոն Էդվարդ։ Ինչ որ բան է պատահել։ Իրականում, ես ուզու։ Մեի ձեզ մի բան տալ, ասաց Էդվարդը, մեկնելով տոպրակը։ Երեկ լսեցի Սոֆիայի հազը, մտածեցի, որ գուցե դրա կարիքը լինի։ Լուսինեն բացեց տոպրակը, նրա աչքերը լայնացան, երբ տեսավ դեղերը։ Պարոն, ես չեմ կարող սա ընդունել, ասաց նա, փորձելով վերադարձնել տոպրակը։ Ինչու՞ ոչ։ Որովհետև ես օգնություն չեմ խնդրել։ Ես ողորմություն խնդրող մարդ չեմ, ասաց Լուսինեն, նրա վիրավորված հպարտությունը երում էր ձայնի մեջ։ Էդվարդն անմիջապես հասկացավ, որ սխալ է թույլ տվել։ Լուսինե, սա ողորմություն չէ։ Սա… Այդ դեպքում ինչ է, ընդհատեց նա, նրա աչքերը փայլում էին նվաստացման արցունքներից։ Դուք հետում եք մեր կյանքին, տեսնում եք մեր դժվարությունները, որոշում, որ մենք բարեգործության դեպք ենք։ Դա այդպես չէ, ասաց Էդվարդը, փորձելով գտնել ճիշտ բառերը։ Պարզապես։ Սոֆիան առանձնահատուկ երեխա է։ Նա ինձ կարևոր դաս տվեց անցյալ շաբաթ։ Ես ուղղակի ուզում էի փոխհատուցել։ Լուսինեն գլուխը թափ տվեց, դեռ բռնած տոպրակը, ակնհայտորեն ներքին պայքարի մեջ։ Պարոն Էդվարդ, դուք լավ մարդ եք թվում, բայց ես իմ հպարտությունն ունեմ։ Ես աշխատում եմ, ես պահում եմ իմ դստերը, ես բարեգործության կարիք չունեմ։ Իսկ եթե դա բարեգործություն չլիներ, հարցրեց Էդվարդը։ Իսկ եթե դա պարտք լիներ։ Լուսինեն կասկածանքով նայեց նրան։ Պարտք։ Այո։ Դուք ինձ կվճարեք, երբ կարողանաք, առանց տոկոսների, առանց շտապելու։ Պարզապես ժամանակավոր օգնություն։ Լուսինեն երկար տատանվեց, նայելով տոպրակին, հետո Էդվարդին, հետո Սոֆիային, որը նստած էր ընդունարանում, նկարում էր ժամանակ առ ժամանակ հազում։ Ես կվճարեմ յուրաքանչյուր կոպեկը, ասաց նա վերջապես, ձայնը խեղդված։ Ես գիտեմ, որ կվճարեք, ասաց Էդվարդը։ Հաջորդ օրերին Էդվարդը սկսեց այլ բաներ նկատել Լուսինեի Սոֆիայի կյանքի մասին։ Նա նկատեց, որ նրանք միշտ վազելով էին դուրս գալիս ընկերությունից, Լուսինեն անընդհատ նայում էր ժամացույցին։ Մի օր, հետաքրքրությունից դրդված, նա զգուշորեն հետեց նրանց։ Լուսինեն Սոֆիան 3 թաղամաս քայլեցին մինչ ավտոբուսի կանգառ։ Նստեցին լեփ-լեցուն տրանսպորտ, որը գրեթե 40 րոպեում հասավ նշանակման վայր։ Էդվարդը հեռվից հետում էր նրանց իր մեքենայով տեսավ, երբ նրանք իջան Մալաթիա Սեբաստիայի մի պարզ թաղամասում։ Նրանք քայլեցին 10 րոպե, մինչ հասան 4 հարկանի հին շենքի։ Էդվարդը կայանեց փողոցի մյուս կողմում, դիտում էր, թե ինչպես են նրանք բարձրանում 3-րդ հարկ։ Պատուհանից նա կարող էր տեսնել մի փոքր բնակարան, պարզ կահույքով, բայց ամեն ինչ շատ մաքուր կոկիկ էր։ Էդվարդը իրեն տարօրինակ զգաց լրտեսելու համար, բայց ինչ-որ բան թույլ չէր տալիս հեռանալ։
Կարծես պետք է լիովին հասկանար այն երկու մարդկանց իրականությունը, որոնք այդքան ազդել էին իր կյանքի վրա։ Մոտ 1 ժամ անց Լուսինեն մենակ դուրս եկավ, այժմ այլ համազգեստով։ Էդվարդը նորից հետեց նրան պարզեց, որ նա գիշերը աշխատում է սուպերմարկետում, ապրանքներ դասավորելով դարակներին։ Նա այնտեղ մնաց մինչ գիշերվա 11-ը, հետո մեկ այլ ավտոբուսով վերադարձավ տուն։ Էդվարդը մտքում հաշվարկներ արեց։ Լուսինեն ընկերությունում աշխատում էր առավոտյան 5-ից մինչ 2-ը։ Հետո գնում էր տուն, Սոֆիային բերում դպրոցից, մի քանի ժամ անցկացնում դստեր հետ, իսկ հետո գնում երկրորդ աշխատանքի, երեկոյան 7-ից մինչ 11-ը։ Տուն էր հասնում գրեթե կեսգիշերին, վեր էր կենում առավոտյան 4-ին, նորից ամեն ինչ սկսելու համար։ 3 տարբեր աշխատանք։ Օրական գրեթե 20 ժամ աշխատանք։ 2 տրանսպորտ յուրաքանչյուր ուղղությամբ։ Եվ այնուամենայնիվ չէր կարողանում առանց դժվարության գնել դստեր դեղերը։ Էդվարդը լուռ վերադարձավ իր բնակարան, Կասկադի մոտ, բայց նրա միտքը եռում էր։ Նա 1 ամսում վաստակում էր այն, ինչ Լուսինեն չէր վաստակում 2 տարում։ Իր կյանքը հարմարավետ էր, իր հոգսերը վերացական։ Մինչդեռ նա ամեն օր պայքարում էր, պարզապես դստեր համար հիմնական կարիքները հոգալու համար։ Հաջորդ շաբաթ Էդվարդի մտքով մի գաղափար անցավ։ Նա կանչեց Լուսինեին նորից զրուցելու, այս անգամ իր աշխատասենյակում։ «Լուսինե, ես ձեզ համար առաջարկ ունեմ», ասաց նա, երբ կինը նստեց իր սեղանի դիմացի աթոռին։ «Եթե դա նորից դեղերի մասին է, պարոն, ես արդեն ասել եմ, որ կվճարեմ», արագ ասաց նա։ «Դրա մասին չէ։ Աշխատանքի մասին է», ասաց Էդվարդը։ «Ես մտածում էի ձեզ Սոֆիայի համար առողջության ապահովագրություն առաջարկել»։ Լուսինեի աչքերը մի պահ փայլեցին, բայց հետո նա գլուխը թափ տվեց։ «Պարոն, շնորհակալ եմ, բայց ապահովագրությունը թանկ է։ Իմ աշխատավարձը դա չի ծածկում»։ «Իսկ եթե ես բարձրացնեմ ձեր աշխատավարձը», հարցրեց Էդվարդը։ «Ես մտածում եմ ընդլայնել մաքրության բաժինը, գուցե դուք կարողանաք ավելի մեծ թիմ համակարգել»։ «Համակարգել», անհավատալիությամբ կրկնեց Լուսինեն։ «Պարոն, ես դրա համար կրթություն չունեմ»։ «Դուք կրթությունից ավելի լավ բան ունեք», ասաց Էդվարդը։ «Դուք ունեք բնավորություն և պատասխանատվություն և նվիրվածություն։ Այդ բաները դպրոցում չեն սովորեցնում»։ Լուսինեն երկար լուռ մնաց, մտածելով առաջարկի մասին։ «Դուք լուրջ եք ասում»։ «Լիովին։ Դա կլինի նոր պաշտոն, ընդհանուր ծառայությունների համակարգող։ Աշխատավարձը 400,000 դրամ, ապահովագրություն ձ. Սոֆիայի համար, հաստատուն գրաֆիկ, առավոտյան 6-ից մինչ 2-ը։ Առանց այլ տեղերում աշխատելու անհրաժեշտության»։ Լուսինեն ձեռքերով ծածկեց դեմքը, սկսեց լաց լինել։ Էդվարդը անհանգստացավ, մտածելով, որ նորից վիրավորել է նրան։ «Ես շատ եմ ցավում», եթե սկսեց նա։ «Ոչ, պարոն», ասաց Լուսինեն, բարձրացնելով դեմքը, որի վրայով արցունքներ էին հոսում։ «Պարզապես այնքան երկար եմ երազել սրա մասին։ Ժամանակ ունենալ դստերս հետ լինելու։ Կարողանալ նրան բժշկի տանել, առանց գումարի համար հուսահատվելու։ Ունենալ աշխատավարձ, որով հնարավոր է ապրել, առանց դժվարությունների։ Այսինքն, դուք ընդունում եք»։ «Ընդունում եմ, բայց մի պայմանով», ասաց Լուսինեն, նրա արժանապատվությունը վերադարձավ։ «Ես ուզում եմ, որ դա լինի իմ արժանինքների համար, ոչ թե խղճահարությունից։ Եթե ես լավ աշխատանք չկատարեմ, դուք ինձ աշխատանքից կհեռացնեք»։ Էդվարդը ժպտաց։ «Պայմանավորվեցինք։ Բայց վստահ եմ, որ դրա կարիքը չի լինի»։ Հաջորդ շաբաթների ընթացքում ընկերությունում կյանքը փոխվեց։ Լուսինեն իր նոր պարտականությունները ստանձնեց տպավորիչ լրջությամբ, հմտությամբ։ Նա ավելի լավ կազմակերպեց մաքրության թիմի գրաֆիկը, ներդրեց որակի վերահսկողություն, առաջարկեց բարելավումներ, որոնք հանգեցրին ընկերության համար խնայողությունների։ Սոֆիան սկսեց ավելի հաճախ ուղեկցել մորը, քանի որ նոր գրաֆիկը թույլ էր տալիս Լուսինեին ամեն օր նրան դպրոցից վերցնել։ Աղջիկը ծաղկեց ավելի կայուն միջավայրում։ Նրա հազը զգալիորեն նվազեց պատշաճ բուժման շնորհիվ, նա ավելի ուրախ, ավելի շփվող էր թվում։ Էդվարդը հետում էր այս փոփոխություններին մի բավարարվածությամբ, որը ամիսներ շարունակ չէր զգացել։ Նա օգնում էր երկու մարդու, որոնք արժանի էին, նա կոնկրետ կերպով փոխում էր նրանց կյանքը։
Բայց դրանից ավելին, նա վերագտնում էր, որ ֆինանսական հաջողությունը կարող է ավելի մեծ նպատակ ունենալ, քան պարզապես կուտակումը։ Մի օր Սոֆյան հատուկ նկար բերեց Էդվարդի համար։ Դա իր պատկերն էր, մեծ շենքի դիմաց, բռնած սահեր կնոջ ձեռքից, որին նա անվանել էր «Մայրիկը ուրախ աշխատում է»։ Կողքին ժպտացող կոստյումով տղամարդ կար, որին նա անվանել էր պարոն Էդվարդը, որ օգնում է մարդկանց։ «Ձեզ դուր է գալիս ձեր նկարը», հարցրեց Սոֆյան, երբ տվեց թուղթը։ «Սա ամենագեղեցիկ նկարն է, որ երբ է տեսել եմ», ասաց Էդվարդը, նա լիովին անկեղծ էր։ Բայց այս շրջանի երջանկությունը կարճ տեց։ Ուրբաթ օրվա երեկոյան Էդվարդը նկատեց, որ Լուսինեն տեսանելիորեն հուզված է։ Նա լաց էր եղել, դա ակնհայտ էր, թե փորձում էր թաքցնել։ Սոֆյան նույնպես սովորականից ավելի լուռ էր։ Ավելի քիչ մով էր նկարում։ «Լուսինե, ամեն ինչ կարգին է», հարցրեց Էդվարդը, երբ նա անցավ իր աշխատասենյակի մոտով։ Նա մի պահ տատանվեց, հետո ներս մտավ իր հետից փակեց դուռը։ «Պարոն Էդվարդ, ես պետք է ձեզ մի բան ասեմ»։ Էդվարդը նրան հրավիրեց նստելու։ «Ինչ է պատահել»։ Լուսինեն պայուսակից հանեց դեղնած ծրար դրեց սեղանին։ «Սա այսօր է եկել»։ Էդվարդը բացեց ծրարը կարդաց փաստաթուղթը։ Դա բնակարանից վտարման ծանուցում էր։ Լուսինեն 15 օր ուներ բնակարանը լքելու համար, կամ նրան կհեռացնեին դատական կատարածուի միջոցով։ 2 ամսվա ուշացում, բացատրեց Լուսինեն, ձայնը դողում էր։ Սոֆյան անցյալ ամիս ասթմայի ուժեղ նոպա ունեցավ, ստիպված էի ամբողջ գումարը ծախսել բժշկի դեղերի վրա։ Նույնիսկ ապահովագրությամբ բաներ կային, որ չէին ծածկում։ Չկարողացա վարձը վճարել։ Էդվարդը զայրույթ զգաց իրավիճակի անարդարությունից։ Հենց այն ժամանակ, երբ Լուսինեի կյանքը լավանում էր, երբ նա արժանապատիվ կայուն աշխատանք էր գտել, անցյալը վերադառնում էր նրան հետապնդելու։ «Որքան եք պարտք», հարցրեց նա։ 240,000 դրամ, ասաց Լուսինեն։ «Ես գիտեմ, որ դա ձեզ համար քիչ է թվում, բայց ինձ համար մի ամբողջ կարողություն է»։ Էդվարդը բացեց սեղանի դարակը, վերցրեց չեկերի գրքույկը։ «Ես կվճարեմ ձեր պարտքը»։ «Ոչ», անմիջապես ասաց Լուսինեն։ «Պարոն, ես չեմ կարող նորից ընդունել։ Դուք արդեն չափազանց շատ բան եք արել մեզ համար։ Այդ դեպքում եկեք մեկ այլ պարտք ձակերպենք», ասաց Էդվարդը։ «Մարումներով, որոնք կտեղավորվեն ձեր աշխատավարձի մեջ»։ Լուսինեն հուսահատությամբ նայեց նրան։ «Ես Սոֆյայի հետ գնալու տեղ չունեմ։ Ես այստեղ երանում, ընտանիք չունեմ, ընկերներ չունեմ, որոնք կարող են մեզ ընդունել։ Եթե ինձ վտարեն»։ Նա չավարտեց նախադասությունը, բայց Էդվարդը հասկացավ։ Մայր ու դուստր փողոցում։ Ասթմայով երեխա, որն ապրում է անորոշության մեջ։ Դա աներակայելի էր։ «Մենք կլուծենք սա», վճռականորեն ասաց Էդվարդը։ «Միասին»։ Որքան էլ Լուսինեն բողոքեր, որքան էլ փորձեր պահպանել իր անկախությունը, նա գիտեր, որ ընտրություն չունի։ Եվ Էդվարդը գիտեր, որ չի կարողանա թույլ տալ, որ Սոֆյան անցնի դրա միջով։ Աղջկա նկարը դեռ փակցված էր իր աշխատասենյակի պատին։ Պարոն Էդվարդը, որ օգնում է մարդկանց։ Հենց դա էլ նա պատրաստվում էր անել, անկախ այն բոլոր վիրավորված հպարտությունից, որին արդեն բախվել էր կյանքում։ Բայց մինչ նա լուծում էր այս ճգնաժամը, Էդվարդը գաղափար անգամ չուներ, որ շատ ավելի մեծ փոթորիկ է մոտենում։ Անցյալից մի ուրվական պատրաստվում էր հայտնվել, այս անգամ դա ոչ միայն գումարի, այլ պաշտպանության գոյատման հարց էր լինելու։ Վտարման հարցը արագ լուծվեց։ Էդվարդը ձակերպեց պարտք, ամսական 200,000 դրամի մարումներով, տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով 2 տարի մարման ժամկետով։ Լուսինեն արցունքն աչքերին ստորագրեց պայմանագիրը, խոստանալով, որ կպահպանի յուրաքանչյուր կոպեկը։ Էդվարդը գիտեր, որ նա կկատարի, բայց նրա համար մի նույն կլիներ, եթե նա չկատարեր։ Գումարը երկրորդական էր, կարևորն այն էր, որ Սոֆյան փողոցում չմնար։ Ֆինանսական կայունությունը ժամանակավորապես վերականգնելուց հետո Լուսինեն կարծես այլ մարդ լիներ։ Նա ավելի շատ էր ժպտում, ավելի բնական էր խոսում մյուս աշխատակիցների հետ, Սոֆյան տեսանելիորեն ավելի երջանիկ ու առողջ էր։ Աղջիկը քաշ էր հավաքել, նրա հազը կտրուկ նվազել էր պատշաճ բուժման շնորհիվ, նա ցուցաբերում էր մի էներգիա, որը Էդվարդը նախկինում չէր տեսել։ Սեպտեմբերի մի հանգիստ հինգշաբթի օր ամեն ինչ նորից փոխվեց։
Էդվարդը իր աշխատասենյակում զեկույցներ էր ստուգում, երբ ներքի հարկից բարձր ձայներ լսեց։ Դրանցից մեկը ակնհայտորեն Լուսինեինն էր, բայց նրա տոնի մեջ լարվածություն վախ կար։ Մյուս ձայնը տղամարդու էր, խիստ ագրեսիվ։ Էդվարդը արագ իջավ աստիճաններով հանդիպեց մի տեսարանի, որն անմիջապես զգաստացրեց նրան։ Մի բարձրահասակ, նիհար տղամարդ, մոտ 30 տարեկան, չխնամված մորուքով ճմրթված հագուստով, կանգնած էր ընդունարանում սպառնալից ժեստեր էր անում Լուսինեի ուղղությամբ։ Սոֆյան թաքնվել էր մոր հետում, ակնհայտորեն սարսափած։ «Դու չես կարող ինձ արգելել տեսնել իմ դստերը», գոռում էր տղամարդը։ «Ես իրավունքներ ունեմ»։ «Տիգրան, խնդրում եմ, հեռացիր», ասում էր Լուսինեն, փորձելով ձայնը հանգիստ պահել, բայց Էդվարդը կարող էր տեսնել նրա դողացող ձեռքերը։ «Սա ոչ տեղն է, ոչ էլ ժամանակը»։ «Տեղը»։ «Չէ», ծաղրով կրկնեց Տիգրանը։ «Իսկ ո՞րն է տեղը»։ «Դու երբեք թույլ չես տալիս նրան տեսնել։ Հիմա, որ այս հարուստի հետ շքեղ կյանքով ես ապրում, կարծում ես կարող ես ինձ անտեսել»։ Էդվարդը մոտեցավ, բայց պահպանեց զգուշավոր հեռավորություն։ Նա չէր ուզում սրել իրավիճակը, բայց նա չէր կարող թույլ տալ, որ Լուսինեին Սոֆյային վախեցնեն։ «Այստեղ խնդիր կա», հարցրեց Էդվարդը, ձայնը հանգիստ, բայց վճռական։ Տիգրանը թշնամաբար շրջվեց դեպի նա։ «Ահա, ուրեմն դու ես հայտնի տնօրենը։ Նա, ով հովանավորում է իմ նախկինին ու իմ դստերը»։ «Սոֆյան քո դուստրը չէ», ասաց Լուսինեն, նրա ձայնը վերջապես զայրույթ ցույց տվեց։ «Դու անհետացար, մինչ նա կծնվեր։ Երբեք մի կոպեկ չես տվել, երբեք չես հարցրել, նա ողջ է, թե մահացած»։ «Բայց իմ արյունն է», հակադարձեց Տիգրանը։ «Եվ հիմա, որ նա լավ է ապրում, ես ուզում եմ իմ հայրական իրավունքները»։ Էդվարդը հետում էր Սոֆյային այս խոսակցության ընթացքում։ Աղջիկը կպած էր Լուսինեի ոտքին, դժվարությամբ էր շնչում։ Նա ճանաչեց սկսվող ասթմայի նոպայի նշանները։ «Լուսինե, Սոֆյան սկսում է վատանա», ցածր ձայնով ասաց Էդվարդը։ Լուսինեն նայեց դստերը, անմիջապես պայուսակից հանեց ինհալյատորը։ «Սոֆյա, իմ արքայադուստր, շնչիր մայրիկի հետ»։ Տիգրանը տարօրինակ արտահայտությամբ հետում էր տեսարանին։ Մի պահ Էդվարդը մտածեց, որ նա որևէ մտահոգություն կցուցաբերի երեխայի վիճակի նկատմամբ, բայց այն, ինչ տեսավ, բոլորովին այլ բան էր։ «Տեսնում ես», ասաց Տիգրանը Էդվարդին։ Նա նույնիսկ չի կարողանում աղջկան ճիշտ խնամել։ Երեխան անընդհատ հիվանդ է։ «Ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե մի քանի օր ինձ հետ մնա»։ «Դու խենթ ես», պայթեց Լուսինեն։ «Դու նույնիսկ նրա հիվանդության անունը չգիտես։ Դու ոչինչ չգիտես Սոֆյայի մասին»։ «Գիտեմ, որ նա իմ դուստրն է, որ դու նրան անտեսում ես», ասաց Տիգրանը, այժմ հաշվարկված տոնով, որը անհանգստացրեց Էդվարդին։ «Եվ գիտեմ, որ դատավորը կհամաձայնի ինձ հետ»։ Էդվարդը սարսուռ զգաց մեջքով։ Այդ մարդը այստեղ չէր հայրական սիրուց կամ դստեր կարոտից։ Ավելի խորը, հաշվարկված բան կար նրա կեցվածքում։ «Լսիր, ընկեր», ասաց Տիգրանը, այժմ ուղղակիորեն դիմելով Էդվարդին։ «Դու կարող փող ունենաս, բայց ես իրավունքներ ունեմ։ Հոր իրավունքներ, որոնք տարիներ շարունակ մերժվել են։ Ես ուզում եմ հետադարձ ալիմենտ, ուզում եմ համատեղ խնամակալություն, ուզում եմ, որ դու դադարես խառնվել իմ ընտանիքին»։ «Մենք քո ընտանիքը չենք», գոռաց Լուսինեն, լիովին կորցնելով ինքնատիրապետումը։ «Դու մեզ լքել ես։ Դու անհետացար, երբ ես 6 ամսական հղի էի։ Դու ոչ մի բանի իրավունք չունես»։ Տիգրանը ժպտաց, դա մի ժպիտ էր, որը սրտխառնոց առաջացրեց Էդվարդի մոտ։ «Ահ, ունեմ։ Եվ իմ փաստաբանը դա կապացուցի դատարանում»։ Նա շրջվեց դեպի Սոֆյան, որը դեռ դժվարությամբ էր շնչում։ «Բար, արքայադուստր։ Ես քո հայրիկն եմ։ Շուտով դու մի քանի օր ինձ հետ կապրես»։ Սոֆյան էլ ավելի թաքնվեց Լուսինեի հետում, նրա շնչառությունը էլ ավելի դժվարացավ։ Էդվարդը տեսավ, որ իրավիճակը արագ դուրս է գալիս վերահսկողությունից։ «Կարծում եմ, ավելի լավ է հեռանաք», ասաց Էդվարդը, կանգնելով Տիգրանի Լուսինեի միջ։ «Սոֆյան վատ է զգում, բժշկական օգնության կարիք ունի»։ «Դու ինձ վրա հրամանատար չես», հակադարձեց Տիգրանը։ «Եվ իմ դստեր վրա էլ հրամանատար չես»։ «Ես իմ շենքի տերն եմ», ասաց Էդվարդը, ձայնն այժմ կտրուկ։ «Եվ խնդրում եմ, որ հեռանաք»։
Տիգրանը մի քանի վայրկյան նայեց նրան, գնահատելով, թե արդյոք արժե ֆիզիկապես բախվել Էդվարդի հետ։ Հավանաբար որոշեց, որ ոչ։ Սա այստեղ չի ավարտվում, ասաց նա, մատնացույց անելով Լուսինեին։ Դու կլսես իմ փաստաբանից։ Եվ դու, ասաց նա, նայելով Էդվարդին, կհասկանաս, որ փողով ամեն ինչ չես կարող գնել։ Տիգրանը դուռը շրխկացնելով դուրս եկավ, թողնելով ծանր լռություն։ Սոֆյան լաց էր լինում, ավելի լուրջ ասթմայի նոպա ուներ։ Լուսինեն նրան գրկեց, տեղը տվեց, փորձեց հանգստացնել նրան մեղմ շշուկներով։ Ամեն ինչ լավ է, իմ արքայադուստր։ Չար մարդը գնաց։ Մայրիկն այստեղ է։ Էդվարդը հետում էր տեսարանին, իրեն բոլորովին անտեղի զգալով։ Ոչ մի բան չկար, որ իր փողը կամ դիրքը կարողանային անել, բուժելու այն տրավման, որը Սոֆյան հենց նոր ապրեց։ Այն երեխան, որը վերականգնել էր իր հավատը մարդկության նկատմամբ, տառապում էր մի մարդու պատճառով, որը կորցրել էր նրան դուստր անվանելու իրավունքը այն պահին, երբ լքել է նրան։ Լուսինե, դուք որևէ փաստաթուղթ ունեք, որը կապացուցի լքելը, հարցրեց Էդվարդը, երբ Սոֆյան վերջապես հանգստացավ։ Ես ունեմ ծննդյան վկայականը, առանց հոր անվան։ Ես ունեմ դատական գործեր, որոնք փորձել եմ բացել ալիմենտ ստանալու համար, բայց նա միշտ փոխում էր հասցեն։ Ես ունեմ ոստիկանության գրանցումը, երբ նա 2 տարի առաջ հարբած հայտնվեց տանը, կոտրելով ապակիներն ու սպառնալով։ 2 տարի առաջ։ Նա նախկինում էր փորձել կապ հաստատել։ Միայն մեկ անգամ։ Հայտնվեց տանը, ասելով, որ ուզում է ծանոթանալ Սոֆյայի հետ, բայց լրիվ հարբած էր։ Սկսեց կոտրել դարպասը, գոռալ, արթնացրեց ամբողջ շենքը։ Հարանները ոստիկանություն կանչեցին։ Էդվարդը գլխով արեց, նրա միտքն արդեն աշխատում էր իրավական հնարավորությունների վրա։ Դուք ունեք դեպքի արձանագրության համարը։ Ես ամեն ինչ պահել եմ։ Ինչո՞վ։ Որովհետև ձեզ փաստաբան է պետք։ Լավ փաստաբան։ Լուսինեն հուսահատությամբ նայեց նրան։ Պարոն Էդվարդ, ես փաստաբանի համար գումար չունեմ։ Իսկ եթե նա իսկապես կարողանա Սոֆյային ինձնից խլել։ Նա չի կարողանա։ Ասաց Էդվարդը մի վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Ես խոստանում եմ, որ չի կարողանա։ Հաջորդ երկուշաբթի Էդվարդը Երանի լավագույն ընտանեկան իրավունքի փաստաբաններից մեկի, դոկտոր Արմեն Մարտիրոսյանի գրասենյակում էր։ Արմենը 50 տարեկան, ճերմակած մազերով, ոսկե շրջանակով ակնոցներով իրավաբանական ոլորտում անթերի հեղինակություն ունեցող մարդ էր։ Հետաքրքիր գործ է, ասաց Արմենը, լսելով ամբողջ պատմությունը։ Լքելը ակնհայտ է, բայց հայկական դատական համակարգը հակված է նախապատվությունը տալ հայրական իրավունքին, նույնիսկ անպութության դեպքերում։ Մեզ ամուր ռազմավարություն է պետք։ Ինչ տեսակի ռազմավարություն։ Նախ, մենք կփաստաթղթավորենք ամեն ինչ։ Սոֆյայի բժշկական պատմությունը, լքելու ապացույցները, հոր ագրեսիվ վարքի վկաները, ապացույցներ, որ երեխան լավ է խնամվում։ Երկրորդ, մենք կկասկածի տակ դնենք նրա իրական դրդապատճառները, հիմա խնամակալություն փնտրելու համար։ Ինչ նկատի ունեք։ Էդվարդ, տղամարդիկ, որոնք լքում են երեխաներին տարիներ անց նորից հայտնվում, սովորաբար ունենում են դրդա պատճառներ, որոնք ոչ մի կապ չունեն հայրական սիրո հետ։ Դա կարող է լինել ֆինանսական շահ, վրեժխնդրություն նախկին կնոջից, կամ նույնիսկ նոր ընկերուհու համար պատասխանատու ելալու ցանկություն։ Մենք կհետաքննենք։ Էդվարդը գլխով արեց։ Որքան կարժենա դա։ Այսպիսի բարդության գործի համար խոսքը մոտ 1.5 միլիոն դրամի մասին է։ Կարող եք վաղվանից սկսել։ Արմենը ժպտաց։ Ձեր զգացմունքային կապն այս ընտանիքի հետ ակնհայտ է, Էդվարդ։ Բայց պետք է ձեզ զգուշացնեմ մի բանի մասին։ Ձեր ներկայությունը նրանց կյանքում կարող է օգտագործվել Լուսինեի դեմ դատավարության ընթացքում։ Ինչպես։ Տիգրանի փաստաբանը կարող է պնդել, որ մայրը կապի մեջ է հարուստ տղամարդու հետ, որ դա ինչ-որ վտանգ կամ անպատշաճ ազդեցություն է ներկայացնում երեխայի համար։ Դա ցածր մարտավարություն է, բայց տարածված։ Էդվարդը զայրույթ զգաց կրծքում։ Այսինքն դուք առաջարկում եք, որ ես հեռու մնամ։ Ես առաջարկում եմ, որ մենք զգույշ լինենք։ Մենք կփաստաթղթավորենք, որ ձեր հարաբերությունները նրանց հետ պրոֆեսիոնալ աջակցող են, ոչ թե ռոմանտիկ կամ անպատշաճ։ Այդ շաբաթվա 5-շաբթի օրը, ինչպես կանխատեսել էր Արմենը, Լուսինեն դատական ծանուցում ստացավ։
Տիգրանը դատական հայց էր ներկայացրել համատեղ խնամակալության 6 տարվա հետադարձ ալիմենտի պահանջով, պնդելով, որ իրեն խոչընդոտել են իր հայրական իրավունքներն իրականացնելուց։ Էդվարդը ներկա էր, երբ Լուսինեն կարդում էր փաստաթուղթը։ Նա գունատվեց, սկսեց դողալ։ 6 տարվա ալիմենտ, մրմնջաց նա։ Ես ինչպես եմ վճարելու 6 տարվա ալիմենտ։ Իսկ եթե նա ստանա համատեղ խնամա։ Գալությունը Սոֆիան պետք է հանգստյան օրերն անցկացնի մի անծանոթի հետ, որը նրան վախեցնում է։ Հանգիստ, ասաց Էդվարդը։ Դոկտոր Արմենն արդեն պատրաստում է մեր պաշտպանությունը։ Եվ մի բան կա, որ Տիգրանը չգիտի։ Ինչ։ Նա չգիտի, որ մենք կպայքարենք մեր ունեցած բոլոր միջոցներով։ Նա հավանաբար հույսը դնում է այն փաստի վրա, որ դուք ռեսուրսներ չունեք պատշաճ կերպով պաշտպանվելու համար։ Բայց հիմա դուք ունեք։ Լուսինեն նայեց Էդվարդին մի արտահայտությամբ, որը խառնում էր երախտագիտությունն ու վախը։ Ինչու եք դուք դա անում։ Ինչու եք այդքան ռիսկի դիմում մեզ համար։ Էդվարդը մի պահ մտածեց հարցի շուրջ, նախքան պատասխանելը։ Որովհետև դուք երկուստ ինձ հիշեցրիք, թե ով էի ես նախկինում։ Եվ որովհետև Սոֆիան արժանի չէ վճարել հոր կողմից լքված լինելու սխալի համար։ Հաջորդ շաբաթների ընթացքում դոկտոր Արմենը անխոնջ աշխատեց գործի վրա։ Նա հավաքեց Լուսինեի հարանների ցուցմունքները, ստացավ մանրամասն բժշկական զեկույցներ Սոֆիայի ասթմայի նրա ստացած պատշաճ բուժման մասին, հավաքեց հայրական լքման ապացույցներ։ Բայց ամե. Նակարոր բացահայտումը եղավ, երբ Արմենի վարձած մասնավոր քննիչը տեղեկություններ գտավ Տիգրանի ներկայիս կյանքի մասին։ Էդվարդ, դուք պետք է սա լսեք, ասաց Արմենը հանդիպման ժամանակ։ Տիգրանը ապրում է մի կնոջ հետ, որը նախորդ հարաբերությունից երեխա ունի։ Մեր քննիչի խոսքով նա երբեք հետաքրքրություն կամ հոգատարություն չի ցուցաբերել այդ երեխայի նկատմամբ։ Բացի այդ, հարաններից հաղորդումներ կան հաճախակի վեճերի հարբեցողության մասին։ Դա օգնում է մեր գործին։ Շատ։ Դա ցույց է տալիս վարքագծի օրինաչափություն։ Նա խնամակալություն չի փնտրում հայրական սիրուց, այլ պատճառներով։ Եվ ավելին ասեմ։ Մենք պարզեցինք, որ նա զգալի պարտք ունի կրեդիտ քարտի գծով։ Հետադարձ ալիմենտը հարմար միջոց կլիներ այդ պարտքերը մարելու համար։ Էդվարդը թեթացման զայրույթի խառնուրդ զգաց։ Այսինքն նա իսկապես դա անում է փողի համար։ Ըստ երույթին, այո։ Եվ դա մեզ զենք է տալիս դատական նիստում նրա դրդապատճառները կասկածի տակ դնելու համար։ Դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 3-րդ շաբաթվա համար։ Էդվարդը ուզում էր ներկա լինել, բայց Արմենը նրան խորհուրդ տվեց հեռու մնալ, սխալ մեկնաբանությունների տեղիք չտալու համար։ Նիստի օրը Էդվարդը մնաց ընկերությունում, փորձելով աշխատել, բայց նրա միտքը լիովին կենտրոնացած էր դատարանում տեղի ունեցողի վրա։ Ժամը 2-ին նրա հեռախոսը զանգեց։ Արմենն էր։ Էդվարդ, մենք լավ նորություններ ունենք։ Էդվարդը զգաց, որ սիրտը արագանում է։ Ինչ պատահեց։ Դատավորը շատ խորաթափանց էր։ Նա արագ նկատեց Տիգրանի իրական դրդապատճառները։ Երբ հարցրեց, թե ինչու է նա 6 տարի սպասել դստեր հետ կապ հաստատելու համար, նա չկարողացավ բավարարիչ պատասխան տալ։ Երբ նա հարցրեց Սոֆիայի բժշկական պատմության մասին, նա նույնիսկ չգիտեր, որ աղջիկը ասթմա ունի։ Իսկ որոշումը համատեղ խնամակալությունը մերժված է։ Հետադարձ ալիմենտը նույնպես մերժված է, հաշվի առնելով կամավոր լքելը։ Տիգրանը կարող է վերահսկվող այցելությունների իրավունք ունենալ, բայց միայն այն բանից հետո, երբ ապացուցի, որ սթափ է հոգեպես առողջ, առնվազն 6 ամիս հոգեբանական աջակցություն ստանալու միջոցով։ Էդվարդը փակեց աչքերը, զգաց, որ հսկայական թեթացում է պատում իր մարմինը։ Իսկ Լուսինեն։ Ինչպես նա արձագանքեց։ Նա լաց եղավ թեթացումից։ Շատ։ Սոֆիան նրա հետ էր վախեցավ, տեսնելով մորը լաց լինելիս, մինչ Լուսինեն բացատրեց, որ դրանք երջանկության արդյունքներ են։ Երբ Լուսինեն հաջորդ օրը վերադարձավ ընկերություն, նա տեսանելիորեն այլ էր։ Կարծես հսկայական բեռ էր ընկել նրա ուսերից։ Սոֆիան նույնպես ավելի ուրախ էր, խաղում նկարում էր իր սովորական էներգիայով։ Պարոն Էդվարդ, ասաց Լուսինեն, երբ անցավ նրա աշխատասենյակի մոտով։ Կարող եմ ձեզ հետ խոսել։ Իհարկե։ Նա ներս մտավ, փակեց դուռը, հետո մոտեցավ նրա սեղանին։ Ես բառեր չու։
Նեմ շնորհակալություն հայտնելու այն ամենի համար, ինչ դուք արեցիք։ Դուք փրկեցիք իմ դստերը։ Փրկեցիք մեր ընտանիքը։ Դուք ինքներդ ձեզ փրկեցիք, ասաց Էդվարդը։ Ես պարզապես օգնեցի ռեսուրսներով։ Ոչ, ասաց Լուսինեն, գլուխը թափ տալով։ Դուք շատ ավելին արեցիք։ Դուք հավատացիք մեզ, երբ նույնիսկ մենք ինքներս մեզ չէինք հավատում։ Դուք մեզ արժանապատվություն տվեցիք։ Էդվարդը զգաց, որ աչքերը լցվում են։ Դուք երկուստ ինձ փոխարենը շատ ավելի արժեքավոր բան տվեցիք։ Ինչ։ Դուք ինձ հիշեցրիք, որ աշխարհում դեռ բարություն կա։ Ինձ հիշեցրիք, թե ով եմ ուզում լինել։ Այդ պահին, նայելով Լուսինեին իմանալով, որ Սոֆյան ապահով նկարում է ընդունարանում, Էդվարդը զգաց, որ իր ներսում ինչ-որ հիմնարար բան է փոխվել։ Այն խավարը, որը պատել էր նրա հոգին Ռոբերտի դավաճանությունից հետո, վերջապես սկսում էր տեղի տալ ինչ-որ նոր բանի։ Մի բանի, որը շատ նման էր հույսի։ Մի բանի, որը շատ նման էր ընտանիքի։ Դատական նիստից 6 ամիս անց կյանքն այնպես էր փոխվել, որ նրանցից ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Տիգրանի սպառնալիքը լիովին անհետացել էր դատական որոշումից հետո։ Նա երբեք չփնտրեց վերահսվող այցելություններ ստանալու համար անհրաժեշտ հոգեբանական աջակցությունը, հաստատելով, որ իր հետաքրքրությունը Սոֆիայի նկատմամբ զուտ ֆինանսական էր։ Էդվարդը ամեն առավոտ գալիս էր ընկերություն, նրան դիմավորում էր Սոֆիայի անկեղծ ժպիտը, որն այժմ նրան ողջունում էր, կարծես նա աշխարհի ամենասիրելի քեռին լիներ։ Աղջիկը տպավորիչ կերպով ծաղկել էր։ Նրա մազերը փայլ էին ստացել, նա աճել բավականաչափ քաշ էր հավաքել, առողջ ու երջանիկ երեխայի տեսք ունենալու համար։ Աստման թե դեռ առկա, լիովին վերահսկվում էր պատշաճ բուժմամբ։ Լուսինեն իր նոր պաշտոնում օրինակելի աշխատակից էր դարձել։ Նա կազմակերպել էր մաքրության բաժինը մի արդյունավետությամբ, որը տպավորել էր նույնիսկ Էդվարդին։ Նա ներդրել էր վերահսկողության աղյուսակներ, օպտիմալացրել էր գրաֆիկները, ավելի լավ գներ էր պայմանավորվել մաքրող նյութերի մատակարարների հետ, նրա թիմը անկեղծորեն հարգում էր նրան։ Նրա մեջ ոչ մի հետք չէր մնացել ամիսներ առաջվա անվստահ ծանրաբեռնված կնոջից։ Էդվարդը հետում էր այս ողակերպումներին մի ուրախությամբ, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Բայց ամենախորը փոփոխությունը տեղի էր ունեցել հենց իր մեջ։ Ցինիկ կասկածամիտ գործարարը, որը փորձարկել էր երեխայի ազնվությունը փողով լի պահարանով, տեղի էր տվել մեկին, ով նորից սկսել էր հավատալ մարդկային բարությանը։ Նա այդ փոփոխությունը նկատեց դեկտեմբերյան մի առավոտ, երբ հաշվապահության նոր աշխատակիցը սխալ թույլ տվեց, որի արդյունքում կրկնակի վճարում կատարվեց մատակարարին։ Նախկին Էդվարդը անմիջապես կկասկածեր դիտավորության մեջ, կհետաքններ աշխատակցի յուրաքանչյուր քայլը, գուցե նույնիսկ կազատեր նրան աշխատանքից, զգուշության համար։ Բայց ներկայիս Էդվարդը պարզապես կանչեց երիտասարդին զրույցի, բացատրեց սխալը, նրանք միասին լուծում գտան։ Սխալվելը սովորելու մաս է, եզրակացրեց նա։ Դա դավաճանություն չէ, դա մարդկային է։ Ընկերությունը նույնպես փոխվել էր։ Էդվարդը վերականգնել էր բաց դռների քաղաքականությունը, վերսկսել էր միասնական խորովածները, ստեղծել էր մի միջավայր, որտեղ աշխատակիցները իրենց գնահատված հարգված էին զգում։ Արտադրողականություն բարձրացել էր, կազմակերպչական մթնոլորտը բարելավվել էր, շատ աշխատակիցներ նշում էին, որ պարոն Էդվարդը փոխվել է, ավելի մարդկային է դարձել։ Էդվարդի առօրյայի ամենանշանակալի փոփոխություններից մեկը նրա մշտական ներկայությունն էր Սոֆիայի կարևոր իրադարձություններին։ Երբ նա հունվարին դարձավ 6 տարեկան, Էդվարդը ընկերությունում խնջույք կազմակերպեց, ընդունարանը զարդարեց վարդագույն փուչիկներով ծաղրածու հրավիրեց։ Տեսնել, թե ինչպես է Սոֆյան փչում տորթի մոմերը, շրջապատված աշխատակիցներով, որոնք անկեղծ ջերմությամբ ծնունդը շնորհավոր էին երգում, Էդվարդի ապրած ամենահուզիչ պահերից մեկն էր։ Մարտին, երբ Սոֆյան սկսեց շաբաթ առավոտյան բալետի դասերի հաճախել, Էդվարդն առաջարկեց նրան տանել-բերել, քանի որ Լուսինեն շաբաթ օրերին աշխատում էր։ Նա երբեք նշանակալի ժամանակ չէր անցկացրել երեխաների հետ, բայց պարզեց, որ բնական համբերություն ունի Սոֆիայի նկատմամբ։ Նրանք մեքենայով ճանապարհին ամեն ինչի մասին էին խոսում, նրա նկարների, դպրոցի ընկերների, բալերինա դառնալու երազանքների, թե ինչու է երկինքը կապույտ։ Էդվարդը սկսեց հասկանալ, որ այդ թվացյալ պարզ զրույցները, իրականում, հիմնարար էին Սոֆիայի զարգացման համար։ Նա սովորում էր աշխարհը տեսնել որպես ապահով վայր, որտեղ մեծահասակները, որոնց նա վստահում էր, անկեղծորեն հետաքրքրված էին իր կարծիքներով, զգացմունքներով։
Սոֆիայի առաջին բալետի համերգին մայիսին Էդվարդը նստեց առաջին շարքում Լուսինեի կողքին։ Երբ Սոֆիան բեմ դուրս եկավ իր բալերինայի հագուստով, կատարելով դեռս անհարմար, բայց վճռականությամբ լի շարժումներ, Էդվարդը կոկորդում խեղդոց զգաց։ Նա ոտքի կանգնած ծափահարեց, երբ աղջիկն ավարտեց իր ելույթը, Սոֆիան բեմից հատուկ իրեն ձեռքով արեց։ Նա այնքան երջանիկ է, շշնջաց Լուսինեն նրա կողքին, աչքերից արցունքները սրբելով։ Ես երբեք չէի պատկերացնում, որ կկարողանամ սա տալ նրան։ Դու միշտ հիանալի մայր ես եղել, ասաց Էդվարդը։ Հիմա պարզապես ավելի շատ ռեսուրսներ ունես դա ցույց տալու համար։ Հենց այդ պահին Էդվարդը լիովին հասկացավ, թե ինչ էր տեղի ունեցել իրենց կյանքում։ Դա ոչ միայն այն էր, որ ինքն էր օգնել Լուսինեին Սոֆիային։ Նրանք, իրականում, փրկել էին իրեն։ Նրանք վերականգնել էին նրա վստահելու, հոգ տանելու, իր սեփական խնդիրներից ավելի մեծ բանի մաս կազմելու ունակությունը։ Լուսինեի Սոֆիայի նոր տունը այդ փոխակերպման մեկ այլ խորհրդանիշն էր։ Էդվարդն օգնել էր նրանց գտնել երկու սենյականոց բնակարան ապահով համալիրում, Սոֆիայի դպրոցի մոտ խաղահրապարակով, որտեղ նա կարող էր խաղալ։ Բնակարանը կահավորվել էր պարզ, բայց նոր կահույքով, Սոֆիան վերջապես իր սենյակն ուներ, գրասեղանով, որտեղ նկարում էր, գրապահարանով, իր գրքերի համար։ Էդվարդը պարբերաբար այցելում էր բնակարան, երբեմն ընթրիքի համար պիցցա բերելով, երբեմն օգնելով Սոֆիային դպրոցական նախագծի հարցում, երբեմն պարզապես զրուցելով Լուսինեի հետ աշխատանքային օրվա մասին։ Այդ այցելություններում ռոմանտիկ ոչինչ չկար, բայց կար շատ ավելի խորը բան, կար ընտանիք։ Ինքը Սոֆիան, կարծես բնազդաբար հասկանում էր այդ հարաբերությունների բնույթը։ Նա երբեք Էդվարդին հայրիկս չէր անվանում, բայց նրան դիմում էր որպես իմ պարոն Էդվարդ միջերմությամբ, որն ակնհայտորեն զավակային էր։ Երբ այլ մեծահասակներ հարցնում էին, թե ով է Էդվարդը, նա պարզապես պատասխանում էր. Դա այն պարոնն է, որը հոգ է տանում մայրիկիս իմ մասին։ Հունիսին Սոֆիան գիշերը ասթմայի ավելի լուրջ նոպա ունեցավ։ Լուսինեն խուճապահար զանգեց Էդվարդին, նա անմիջապես մեքենայով գնաց նրանց բնակարան։ Գտավ Սոֆիային շնչառական դժվարություններով, իսկ Լուսինեին դողացող ձեռքերով դեղերը տալիս։ Էդվարդն օգնեց հանգստացնել երկուսին էլ, նրանք միասին Սոֆիային հիվանդանոց տարան։ Այն 4 ժամվա ընթացքում, որ նրանք անցկացրին շտապօգնության բաժանմունքում, սպասելով Սոֆիայի վիճակի կայունացմանը, Էդվարդն ու Լուսինեն խոսեցին ավելի խորը, քան երբևէ։ Էդվարդ, ասաց Լուսինեն, երբ նրանք նայում էին հիվանդանոցի մահճակալին քնած Սոֆիային։ Կարող եմ անձնական հարց տալ։ Իհարկե։ Դուք երբեք ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու ցանկություն չեք ունեցել։ Էդվարդը մի պահ մտածեց։ Ես միշտ կարծել եմ, որ այո, բայց երբեք ճիշտ մարդուն չեմ գտել։ Եվ Ռոբերտի դավաճանությունից հետո սկսեցի կասկածել, որ ճիշտ մարդիկ գոյություն ունեն։ Իսկ հիմա։ Էդվարդը նայեց Սոֆիային, որը հանգիստ քնած էր թթվածնի դիմակով, հետո Լուսինեին, որն անկեղծ հետաքրքրությամբ նայում էր իրեն։ Հիմա ես կարծում եմ, որ ընտանիքը միայն արյան կամ ամուսնության մասին չէ։ Երբեմն դա միմյանց մասին հոգ տանելու ընտրությունն է։ Լուսինեն հասկացողությամբ գլխով արեց։ Սոֆիան ձեզ սիրում է, կարծես դուք իսկական ընտանիք լինեիք։ Եվ ես ձեզ երկուսիդ նույն կերպ եմ սիրում։ Դա առաջին անգամն էր, որ Էդվարդն այդ բառերը բարձրաձայն ասաց, նա հասկացավ, որ դրանք լիովին ճշմարիտ են։ Նա սիրում էր Սոֆիային, կարծես նա իր դուստրը լիներ։ Սիրում էր Լուսինեին։ Ինչպես։ Որպես քո իր։ Որպես լավագույն ընկերուհի։ Որպես կյանքի ուղեկից։ Նա չէր կարողանում ճշգրիտ սահմանել, բայց գիտեր, որ դա անկեղծ սեր է, հիմնված հարգանքի, հիացմունքի խորը ջերմության վրա։ Օգոստոսին Սոֆիան սկսեց հաճախել երկրորդ դասարան։ Էդվարդը Լուսինեի հետ գնաց ծնողական ժողովի, երբ ուսուցչուհին հարցրեց Սոֆիայի հետ նրա ազգակցական կապի մասին, Լուսինեն պատասխանեց. Նրա կնքահայրն է։ Շատ առանձնահատուկ կնքահայր։ Էդվարդը երբեք պաշտոնապես չէր նշանակվել Սոֆիայի կնքահայր, բայց սահմանումը կատարյալ էր թվում։ Հենց դա էր նա։ Ներկա, պատասխանատու, հոգատար հայրական կերպար, բայց առանց ծնողների սկզբնական դերը փոխարինելու հավակնության։ Սոֆիայի ուսուցչուհին, տիկին Կարինեն, 50 տարեկան փորձառու կին, տպավորված էր աղջկա զարգացմամբ։ Սոֆիան ծաղկում է, ասաց նա ժողովի ժամանակ։ Նա միշտ խելացի է եղել, բայց հիմա ավելի վստահ է, ավելի մասնակից։
Ակնհայտ է, որ նա իրեն սիրված ապահով է զգում տանը։ Էդվարդն ու Լուսինեն գոհունակության հայացքով փոխանակվեցին։ Հենց դա էին նրանք ուզում Սոֆյայի համար՝ ապահովություն, սեր, վստահություն ապագայի նկատմամբ։ Սեպտեմբերին տեղի ունեցավ այն պահը, որը վերջնականապես կնշանավորեր նրանց բոլորի փոխակերպումը։ Սոֆյան դպրոցում հատուկ նկար էր արել ընտանիքի մասին նախագծի շրջանակներում։ Երբ տուն եկավ, նա հպարտորեն ցույց տվեց իր աշխատանքը Լուսինեին Էդվարդին, որը նրանց հետ ընթրում էր։ Նկարում պատկերված էին 3 կերպար, ձեռք ձեռքի տված։ Սահեր կին, մեջտեղում փոքրիկ աղջիկ բարձրահասակ կոստյումով տղամարդ։ Նկարի տակ, ուսուցչուհու կողմից Սոֆյայի բացատրության հիման վրա գեղեցիկ տառերով գրված էր. «Իմ իսկական ընտանիքը»։ Էդվարդը զգուշորեն բռնեց թուղթը, կարծես դա աշխարհի ամենաարժեքավոր բանը լիներ։ Իրականում, իր համար այդպես էր։ «Սոֆյա», ասաց նա խեղդված ձայնով, «կարող եմ մի բան հարցնել»։ «Կարող եք»։ «Ինչու ես գրել իսկական ընտանիք»։ Սոֆյան նայեց նրան այն լրջությամբ, որն ունենում են երեխաները, երբ պատրաստվում են մեծահասակներին շատ կարևոր բան բացատրել։ Որովհետև որոշ մարդիկ ունեն արյունակցական ընտանիք, բայց արյունակցական ընտանիքը երբեմն հոգ չի տանում մեր մասին։ Իսկական ընտանիքը մերինի պես է։ Մենք հոգ ենք տանում իրար մասին, սիրում ենք իրար, միշտ միասին ենք մնում։ Էդվարդը զգաց, որ արցունքներ են հայտնվում իր աչքերում։ 6 տարեկանում Սոֆյան ձակերպել էր սիրո, հոգատարության նվիրվածության մասին մի խորը ճշմարտություն, որը շատ մեծահասակներ տասնամյակներ են ծախսում հասկանալու համար։ «Իսկ ես կարող եմ պահել այս նկարը», հարցրեց Էդվարդը։ «Իհարկե։ Ես հենց ձեզ համար եմ նկարել»։ Այդ գիշեր Էդվարդը մեքենայով վերադարձավ իր բնակարան, Կասկադի մոտ, նկարը ուղղորի նստատեղին։ Բայց երկար ամիսների մեջ առաջին անգամ նրա շքեղ բնակարանը սառը դատարկ թվաց։ Այն, ինչն իրեն իսկապես երջանիկ էր դարձնում, այժմ գտնվում էր Մալաթիա Սեբաստիայի պարզ բնակարանում, որտեղ մի խիզախ կին մի իմաստուն աղջիկ ստեղծել էին իսկական սիրո վրա հիմնված տուն։ Հաջորդ առավոտ Էդվարդը շուտ եկավ ընկերություն Սոֆյայի նկարը կախեց պատին, պողպատե պահարանի կողքին։ Նույն պահարանի, որը ամիսներ առաջ եղել էր մարդկային բնույթի մասին նրա հուսահատ գրազի բեմը։ Նայելով պահարանին, ապա նկարին, Էդվարդը հասկացավ իրավիճակի բանաստեղծական հեգ։ Նանքը։ Նա փորձարկել էր Սոֆյային, տեսնելու, թե արդյոք նա ընդունակ է դավաճանության, բայց պարզեց, որ ինքն էր, որ պետք է փորձարկվեր։ Փորձարկվեր նորից վստահելու, նորից սիրելու, նորից ընտանիքի մաս կազմելու իր ունակության մեջ։ Սոֆյան նրա թեստն անցել էր մի պարզությամբ, որը կտրել էր սիրտը։ Բայց ավելի կարևոր։ Ինքն էր անցել կյանքի թեստը։ Գործարարը, որը ամիսներ առաջ կարծում էր, թե բոլոր մարդիկ առաջնորդվում են անձնական շահով, այժմ գիտեր, որ սխալվում էր։ Գոյություն ունեն իսկապես լավ մարդիկ։ Գոյություն ունեն անշահախնդիր ժեստեր։ Գոյություն ունի իսկական սեր։ Եվ երբեմն, երբ ամենաքիչն ենք սպասում, երբ մարդկության հանդեպ մեր հավատը գրեթե մարել է, 5 տարեկան մի երեխա կարգի է բերում մեր խառնված փողերը, առանց իմանալու, վերադասավորում է մեր ամբողջ կյանքը։ Էդվարդը զգուշորեն մատը սահեցրեց նկարի վրայով, որտեղ 3 կերպարներ ձեռք ձեռքի էին տված վառ դեղին արի տակ։ Իմ իսկական ընտանիքը, մրմնջաց նա, երկար ժամանակ անց առաջին անգամ հստակ գիտեր, թե որտեղ է իր տեղը։ Դա ոչ թե Կասկադի մոտ գտնվող շքեղ բնակարանն էր։ Ոչ էլ ընկերության նրբաճաշակ գրասենյակը։ Դա այստեղ էր, այդ ջերմության եռանկյունում, որը ձևավորվել էր 2 խիզախ կանանց կողմից, որոնք վիրավորված տղամարդուն սովորեցրել էին, որ վստահությունը միամտություն չէ, որ բարությունը թուլություն չէ, որ ընտանիքը շատ ավելին է, քան արյունը։ Դա ընտրություն է։ Դա հոգատարություն է։ Դա սեր է, որը մնում է նույնիսկ փորձության ենթարկվելիս։ Եվ Էդվարդն ընտրեց մնալ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Էդվարդի, Լուսինեի, Սոֆյայի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք ոգեշնչվեցիք փոխակերպման, կորստի մարդկության հանդեպ հավատի վերագտնման այս ճանապարհորդությամբ, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Երբ Սոֆյան դասավորեց պահարանի գումարը, երբ նա առաջարկեց իր բոլոր խնայողությունները, թե երբ նկարեց իր իսկական ընտանիքը։
Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը ճշմարիտ կողմը, ցույց տալով, որ նույնիսկ ամենամութ պահերին բարությունը կարող է ծաղկել ամենաանսպասելի վայրերում։ Հաջորդ պատմությունն արդեն սպասում է մեզ, այն խոստանում է լինել էլ ավելի հուզիչ։ Սպասում ենք ձեզ այստեղ, սրտի հաջորդ ճանապարհորդությանը։